ինչ եք սենց խառնվել իրար սաղըտ։ Սատանեքը կրեցին, բա ինչ պետք է անեին, կասկածում էիք։ Դուք մտածում էիք, նույնիսկ եթե մենք հավաքենք 80% իրանք 20, պետք է տենց հեշտ թողեր գնար։ Դուք տենց եք մտածում, այդքան միամիտ եք։ Պայքարը չավարտվեց, պայքարը նոր է շարունակվում։ Ընտրում եմ բոլորիդ մեկ առ մեկ։ Ոգիներդ հանգարց չկոտրվի, մանթրաշ չընկնեք, աղաչում եմ։ Խնդրում եմ մանթրաշ չընկնեք, իրար պետք է հիմա մենք ուժեղացնենք։ Այս պայքարը սատանեքի դեմ է։ Ես երեք ասեցի, Նիկոլ, լավ ձևով կգնաս, լավ է, լավ ձևով չես գնա, ավելի լավ։ Հարգանք ունեցեք ձեր ընտրած առաջնորդների նկատմամբ։ 60-ից 70 տարեկան մարդիկ են, ինչ եք ուզում, կաղա հեռախոսն է զարյատկից նստում, ոտերս երեք չէր աշխատում, մինչև լույս արթուն ենք մնացել, դուք հասկանում եք։ Սա ընդդիմության հարց չի, սա Հայաստանի հարցն է, գերիների վերադարձի հարցն է, Սյունիքը չտալու հարցն է, Արևմտյան Հայաստանի հարցն է, ամբողջ մեր լինել չլինելու հարցն է։ Դուք ինչ եք ուզում, ասենք 5 րոպեվա մեջ որոշում կայացնեն Հերմեն խոսան։ Դուք հասկանում եք, որ սա նաև նրանց կյանքի հարցն է։ Հարգանք ունեցեք ձեր ընտրած առաջնորդների հանդեպ։ Ու վստահ եղեք, որ իրանք միասին կընտրեն ճիշտ ելք։ Պայքարը շարունակվում է։ Դուք երեք տեսաք Նիկոլենց դեմքը, դարել էին մատրյոշկա, վախվորած, մեկը մեկի հետևը մտած։ Դողը, իրանց դեղնած գույնը դուք տեսաք, դուք Անահիտ Ավանեսյանի ու Հասմիկ Հակոբյանի դեմքի վախը տեսաք, այդ վախն է մեր զենքը։ Ձեր վախը իմ զենքն է, կոնկրետ իմ։ Այդ վախը դուք պետք է հասկանաք, նյուժելի դուք նշփանկատություն ու նյուխ չունեք այ ժողովուրդ, դուք չեք հասկանում իրանց հոգեբանությունը։ Կեղծվել են մեր ընտրության արդյունքները, կեղծվել են։ Ես եմ եղել ընտրատարածքում, ես եմ տեսանդիմությունը կրել է։ Մամայիս ընտրատարածքում ա կրել, գյուղերում ա կրել, անհավանական տեղեր ենք մենք կրել։ Կոնկրետ Հայաստան դաշինքը կրել է։ Ընդդիմությունը միասին կրել են Նիկոլեն, ժողովուրդ կեղծել են, հարգանք ունեցեք մեր արած աշխատանքի հանդեպ, հարգանք ունեցեք եւ Սամվել Կարապետյանի, եւ Ռոբերտ Քոչյանի, եւ Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Խնդրում եմ ձեզ, այդ մարդիկ տերմինատորը չեն։ Դուխ տվեք իրանց։ Կողքները կանգնած մնացեք, խաղ ու պարզ չի, ինչ լավ է Ալեքսանդրի ու Նապոլեոնի ժամանակ ինտերնետ չկար, որ գրեին ստատուսներով շիշը կողեին այդ մարդկանց, որ խիչ ես հելնում Դարե երկրորդի առաջ կռիվ տաս կամ ռուսների հետ ինչի գնացիր, Ռուսաստանում Նապոլեոնին ցրտի պատճառով կոտորվեց զորքը։ Հեշտ է տներում նստած պահանջ դնելը, ես ձեզ էլ եմ հասկանում։ Մեռնեմ ձեր ջանին, խնդրում եմ, չկոտրվեք, հանկարծ չվհատվեք։ Իրանք սնվում են մեր թուլություններով, իսկ ես սնվում եմ իրանց վախերով։ Խնդրում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք, հանգիստ, հարգանքով, նստեք, սպասեք, մինչև ընդդիմությունը որոշում կկայացնի։ Ու վստահ եղեք, որ դուք այդ որոշումից ոգևորվելու եք շատ։ Համբուրում եմ բոլորիդ, կապի մեջ ենք լինում միասին։